Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Վոլոդիա Հովհաննիսյանը։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Երեկ բոլորը սպասում էին Դիվենսի այցին եւ դա տեղի ունեցավ։ Բոլորը ակնկալում էին, որ խոսքը լինի անպայման գերիների հետ կապված, գիտեք, որ մինչ այդ էլ մի քանի ոչ թե մի քանի բազմաթիվ նամակներ կոչեր էին հղել իրեն խնդրանքով, պահանջով, որ եթե տանում են խաղաղության, իրականում պատերազմի կամ Հայաստանի կործանման, առնվազն պիտի այս փուլում գերիների հարցը գար օրակարգ եւ վաղուց այդ հարցը լուծված լիներ։ Մենք տեսանք, որ հարց ու պատասխանի ժամանակ այդ հարցը տրվեց, շատ սահուն կերպով շրջանցեց Նիկոլը, բայց այսօր անդրադարձ է եղել եւ Արարատ Միրզոյանն ասել է, որ մենք չենք հանրային ասում դա եւ ավելին ասել է, դուք ո՞նց եք պատկերացնում, որ մենք այդ հարցը չբարձրացնենք, շատ հանգիստ, օրինակ ոնց կարող ենք պատկերացնել, որ ինչ որ մի հայ կարող է ասել, որ Արցախը Ադրբեջանինն է։ Ոնց կարող ենք պատկերացնել, որ մխրճված են ադրբեջանական զորքերը եւ ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետության տարածքներ եւ դուք հրճվանքով խեղկատակի հրճվանքով ժպիտով գնում եք ձեռք եք սեղմում դահիճի, որ չի էլ շնորհակալություն հայտնում, խոնարհում, նվաստացած կերպարով եւ շնորհակալություն եք հայտնում այդ ամեն ինչի համար, այս կարելի էր պատկերացնել օրինակ 10 տարի առաջ, քան դեռ ազգակործանները չէին եկել իշխանության, կամ ինչպես Զատուլիններ, կասկածներ հայտնում, որ այս անձը Նիկոլը 5 միլիարդով ծախել է մեր հայրենիքը։ Երկրորդ նախագահն էլ կարծեմ իր խոսքում ասեց, որ ինչ գործակալ որ պատկերացնենք, որ կարող է այստեղն է, սրանցից ավելի լավ չէր կարող անել, այն ինչ որ հիմա անում է մեր թշնամիների համար, Թուրքիայի եւ Ադրբեջանի շարունակում են պնդել թշնամիներ, որտեղ շարունակում են իրենց բանտում մնալ մեր հայրենակիցները եւ խոշտանգվում են, շարունակում են իրենք մնալ մեր տարածքում, շարունակում են ոչնչացնել Արցախի պատմամշակութային արժեքները, որևէ պատասխանատվության չեն ենթարկվել հայ ժողովրդին Արցախում ցեղասպանության ենթարկվելու եւ էթնիկ զտման ենթարկելուց հետո ավելին Թուրքիայի նախագահն էլ հրճվանքով հայտարարեց, որ այդ ամենի գլխավոր դերակատարը եւ կատարողը եղել է Թուրքիան եւ ինքնավստահությամբ ներեցեք նաեւ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի իմացությամբ է արվել։ Այո, եւ Էրդողանը ինքը հայտարարեց, որ դա իմացել է Նիկոլ Փաշինյանը։ Եվ չթաքցրեց անգամ, որ իրենց գերնպատակը այդ վերջին մսի կտորը, որ իրենց թրի վրա մնացել է, մաքրեն, այսինքն Հայաստանի տարածքը պիտի մաքրեն։ Իհարկե, մի անգամ խոսել եմ սրա մասին, թույլ մարդիկ եւ թույլ ժողովուրդները իրենք հակված են ինքնախապեյությամբ զբաղվել, բայց մերը ցավոք սրտի մեր ինքնախապեյությունը շատ ծանր է նստում, մենք ամեն անգամ արժանանում ենք տեղահանության եւ ցեղասպանության։ Ըստ էության երեք ինչ տեղի ունեցավ, այն որ պիտի գիտեք որ Թրամփի իշխանությունը ամենաբարձր գոռում է հենց դրա մասին, որ մենք քրիստոնյա արժեքների կրող ենք, մեր պաշտպանության տակ եւ այլն, թերևս ինքը պիտի իր հենց ձեռք սեղմումից հետո պիտի առաջին խոսքը ասեր, իսկ երբ պետք է լինեն ազատության մեջ Հայաստանի բանտերում խոշտանգվող մեր սրբազանները, ճիշտ է թե ոչ։ Այո։ Չի եղել։ Երբ մի երկիր, որ հպարտանում է նրանով, որ ինքը բերել է դեմոկրատական արժեքներ, խոսքի ազատություն, մարդու իրավունք, պիտի ասեր ինչու են դատապարտված եւ կալանավորված շարունակում մնալ, մեկը տնային կալանքի մեջ է, մյուսը Գյումրու ընտրված քաղաքապետ, Գյումրու քաղաքապետը եւ Մասիսի քաղաքապետը։ Այս հարցերը պիտի բարձրացնել ցավոք սրտի, մենք չտեսանք այդպիսի մի բան։ Ավելին չխոսեց նաեւ գերիների մասին, որ պիտի ասեր, որ հիմա մենք տանում ենք հայ ժողովրդին, իրականում Միացյալ Նահանգները մի մեծ հրեշավոր ծուղակ են նախապատրաստել հայ ժողովրդի համար, այն է, որ հիմա պարոն Հովհաննիսյանը մանրամասն կբացատրի, հիմա Միացյալ Նահանգները իրականացնում են թուրք ժողովրդի, թուրքական պետության վաղեմի երազանքը 30 եւ ավելի տարիներ
Թուրքիայի նպատակն էր, որ փակեն Հայաստանում ատոմակայանը, որտեղ գիտեք, ինչպեսի մենք էներգիա ենք ստանում, դա մեր բարից բուն իմաստով անվտանգության, անկախության ամենակարևոր աններից մեկն էր եւ շատ լավ հասկանում են եւ հիմա այս հրեշավոր ծրագիրը միջանցքի հետ կապված փաթաթել են մեր վզին, սա այն որ ավելի մեծ բարեկենդան ոնց որ Նիկոլնա չկա, ինչ ուզում է տալիս են։ Ամենայն հավանականությամբ դա ճիշտ է, որ այս մարդը ծախել է եւ 5 միլիարդով ծախել է եւ նրան մեծ կոմպրոմատներ կան, հիմա ինչ ուզում է տալիս է։ Հիմա ուղղակի նվիրաբերվել է Հայաստանի տարածքները երկարաժամկետ պայմանով Միացյալ Նահանգներին եւ չկա այնտեղ որևէ հաստատում, որ ինքը իրավունք չունի հետագայում վաճառելու։ Կա օրինակ այդպիսի մի օրինակ Եգիպտոսի, դուք եք կարծեմ ծանոթ, որ ինչ որ մի տարածքներ երբ որ այդպես փորձեր Սուեզի կանոնքի հարակից տարածքներ։ Այո, փորձում էին հետ վերադարձնել, նրանց բացատրեցին, որ դա երկար ժամանակ օտարվել է իրենցից եւ դա արդեն դրա վրա արդեն կա միջազգային մանդատ։ Չի բացառվում, որ 3-4 տարի հետո այսպես օտարվի այդ ամբողջությամբ այդ տարածքը, այնց եւ որևէ իրավունք մենք չունենք, այսպես թե չի բացառվում, ամեն ինչ տանում է դրան, այսինքն այդտեղից մենք շրջափակման մեջ չենք մոռանում, որ այս ամեն ինչը կատարվում է Թրամփի եւ Միացյալ Նահանգների կառավարությամբ։ Երեք հաստատվեց, որ սուտ եւ կեղծ էր այն ամենը, որ ենք ասում են քրիստոնյա արժեքների կրող, կգա ասի առաջին քրիստոնյա երկրում ինչպես կարող են խոշտանգվել։ Իմիջիայլոց ես չգիտեմ ձեզ ուղարկեցի թե չէ պարոն Հովհաննիսյան, քիչ հետո մենք ցուցադրենք ավելի զարուրելի բաներ են տեղի ունենում, օրինակ Մոլդովայում եկեղեցին փակված, իրենց հոգևորականները, այդպես իրավապահ համակարգի այդ աշխատողները կանգնած զենքով եւ թույլ չեն տալիս, որ հոգևորականները մտնեն ներս եւ սարսափելի մի դերասան բարիս բուն ուրեմն հոգևորականները ծնկի եկած ուղակի աղերսում եւ աղաչում են, որ թույլ տան իրենք մտնեն աղոթքի, այո, նույն բանը տեղի է ունենում։ Ոստիկանները փակում են եկեղեցի։ Իսկ նույն հավաքական արևմուտքը եւ Միացյալ Նահանգները հրճվանքով խոսում են, թե ինչ մեծ հաջողություն արձանագրեցին, իսկ մենք գիտենք, որ ինչ զեղծարարությամբ իրենք կարողացան Եվրոպայում գտնվող մոլդովացիների ձայներով հաղթած նախագահին թույլ չտալ եւ ինչ խախտումներով իրենք պահեցին իրենց ուզած տեխնացուին, իսկ տեխնացուները մենք տեսնում ենք, թե ինչ են անում։ Հիմա մի երկրում, եթե այդպես նվաստացնում են, փակում են եկեղեցու դռները, նվաստացնում են հոգևորականներին, ինչը պիտի այստեղ գան եւ ասեն ազատ արձակեք հոգևորականներին, կարող է լինել այդպիսի բան, երբ որ կհամաձայնի Նիկոլը վերջնական, իսկ ինքը հաստատ գնում է դրան, ատոմակայանը փակել եւ վերջնական Հայաստանի Հանրապետությունը տանել ստրկացման, համակարգը, էներգետիկ համակարգը ամբողջությամբ կապել Ադրբեջանի հետ, հա, եւ գուցե դրանից հետո ասեն, դե հիմա ինչ ա եղել, գերիներին բերեք, հատկապես որ ընտրությունից առաջ գուցե եւ այդ ձայները իրենց պետք լինեն, այդպիսի բաներ գուցե անեն, բայց դրա գինը իհարկե Հայաստանի վերջնական կործանումն է, ավելին ես կարծում եմ հայ ժողովուրդը շատ կարճ հիշողություն ունի պարոն Հովհաննիսյան, մոռացել են մութ ու ցուրտ սարսափելի տարիները, թե մեզ ինչ է սպառնում, իրականում մեզ տանում են շրջափակման եւ կործանման, չենք մոռանում ասել, այդ ամենը տեղի ունենում Միացյալ Նահանգների ձեռքով։ Մեզ երեք ինչ որ աբսուրդային ինչ որ sense հայտարարություններ տեղի ունեցավ, ինչ որ չիպերի արտադրության մասին խոսեցինք, այսօր Չինաստանն ու Թայվանը ամենաշատ արտադրողներն են եւ բավականին մատչելի գնով, հետաքրիր է, այդ ինչ շուկա պիտի լինի այստեղ, որ իբրև թե մենք մրցակցենք, իբրև թե կարողանանք, ինչ որ մի հատ անօթաչու են դրել, հիմա դրանով կմոլորեցնեն, տեսեք թե մենք ինչ ենք անելու եւ ամենավտանգավոր բանը, ուրեմն մոդուլային չէ, համակարգ են ներմուծելու, իմիջիալոց դա ընդամենը 2 երկրում է, այդպիսի մեծ էներգետիկ շղթայի մեջ է դա կիրառվել, արդյունավետությունը դեռ շատ վաղ եւ շուտ է գնահատել, ունի Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանը, սա առայժմ դիտարկվում է փորձարարական, ուրեմն կայացած, կայուն, հզոր ատոմակայանը, որ ապահովել է մեզ էներգիայով եւ ոչ միայն իրականում պահել եւ պահպանել է մեզ, հա, մեր բարիս բուն իմաստով, ուրեմն դա կայացած գործող հզոր ատոմակայանը պատրաստվում են փակել, որպեսզի այո տանան մեզ ստրկացման, կործանման վերջնական
որ կախվածության Ադրբեջանից եւ Թուրքիայից եւ դրա տեղը ձեր սիրելի Միացյալ Նահանգների փոխնախագահը առաջարկում է դեռ լայն կիրառում չունեցող մի բան, որ այսպես փորձադաշտի նման ինչ-որ մի բան եւ բնականաբար ինչ-որ բան են գտել, սրանք փորձեն մոլորեցնել, խաբել, ինչ-որ ճոռոմ, ինչ-որ բաներ կասեն, որ իբրև թե դրանով մոլորեցնեն մեր ժողովրդին, որ տեսեք Միացյալ Նահանգները ինչ մեծ ծրագրեր ունի, ոչ Միացյալ Նահանգները ունի չի թաքցնում իր վաղուց արդեն չի թաքցնում իր պլանները եւ երազանքները, բաց պատերազմի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության հետ, բոլոր ուղղություններով, 3 էլ օրինակ ռազմական ուղղաթիռներով իջան ռուսական նավատորմի վրա եւ միանգամից արգրավեցին այդ ամեն ինչը արդեն 2-3 շաբաթ է մենք տեսնում ենք որ դա տեղի է ունենում մի կողմից հայտարարում է որ մենք գնում ենք դեպի խաղաղության ամեն ինչ անում ենք որ բանակցությունները կայանան եւ խաղաղություն հաստատվի 3 օր առաջ նոր մեծ խմբականակ զենքի ուղարկեցին Ուկրաինա եւ այստեղ մի կողմից սա այս ամեն ինչ ուղղված է Ռուսաստանի Դաշնության դեմ, մյուս կողմից անշուշտ Իրանի դեմ, այդ միջանցքը օգտագործվելու է նախ կարևոր է որ այստեղից տանելու են մեր հանքը, հունքը իրենք հետաքրություն են դրսևորում, դրա մասին էլ խոսեցին, այսինքն այն վերջին պաշարները քիչ թե շատ հարստություն, եթե կա Հայաստանում, դա էլ ամբողջությամբ կքերեն, կմաքրեն, կտանեն, ահա այսպիսի փայլուն ծրագրեր ունի ճակերտավոր Միացյալ Նահանգները, իհարկե այստեղ ամենասարսափելին միջանցքի հարցն է, որով շրջափակվելու ենք եւ օտարվելու է մեզանից դա եւ նաեւ վերջին այս բանի ճանապարհն ենք փակում Իրանի հետ եւ երկրորդ ամենասարսափելի բանը որ կարող է տեղի ունենալ հայ ժողովրդի դա ատոմակայանի փակումն է ինչի նորից եմ կրկնում որ եղել է Թուրքիայի վաղեմի ծրագիրը ցանկությունն ու երազանքը եւ այսօր այս բլեֆների առանցքում հիմնականում Միացյալ Նահանգների դա է որ պիտի փակվի որ վերջնական մեզ տանեն կախվածության ահա այսպիսի ծանր եւ ողբերգական օրեր ենք ապրում եւ բան է ճակատագրի հեգրանք է որ այս փուլում մեզ բաժին է ընկել կամ իրենց հաջողվել է Հայաստանում իշխանության բերել այս ազգակործաններին բառեզբուն իմաստով հակահայերի եւ դավաճանների ում ձեռքով այս ամեն ինչը իրենք իրականացնում են այնպես որ սիրելիներս այն ինչ որ կա մենք դեռ կարոտով ենք հիշելու այս տարիները եթե իրենց հաջողի հունիսի 7-ին այնպես անել որ այս իշխանությունները մնան մենք դեռ կարոտով ենք հիշելու այս օրերը եթե իհարկե մեզ հնարավորություն տրվի ապրելու խնդրեմ